Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հոկտեմբերի 10-ի համար, օրը հայլային է և տեսանյութը կարող եք նայել թվագիտության ալիքում անպայման տեղադրված կլինի, անգամ մինչև այս տեսանյութը այնտեղ արդեն այդ կանխատեսումը կարող եք նայել, ուշադրություն դարձրեք, նաև Facebook-ում եմ կիսվում, կարող եք նաև այնտեղ նայել, այնտեղ ավելի շատ story-ում է լինում, story-ում եմ կիսվում, կարող եք ուշադիր լինել և նայել նոր տեսանյութերը, որովհետև ևս էլի շատ կարևոր տեսանյութեր են լինելու։ Այսքանը օրը ուրբաթ է և տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվում այս հայլային օրը։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, նաև գործնական հանդիպում ունեք, որի ժամանակ մեկը մյուսին այստեղ նվեր կարող է տալ, միգուցե ինչ-որ մի բան տեղի ունենալ, որը որ ձեզ համար նվեր կլինի, հաջողություն է դա ձեզ համար, իհարկե, նվեր հաջողություն, այդպես կարելի է ասել, գործարքը կարող եք կնքել, աշխատանքի կարող եք ընդունվել, փորձաշրջան անցնեք նաև սա պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել ևս այնտեղ, ինչ-որ մի քաղցրավենիք տաք և այլն, և ձեր գործերը այնտեղ հաջողությամբ կարող եք լուծել ավարտել։ Օրվա ընթացքում ոչ գաղտնիք կբացահայտվի, նաև ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, ձեզ լավ կզգաք, ձեր ուրախ կզգաք, նաև ձեր հարազատների շրջապատում կլինեք, ճանապարհ եք գնալու և կարող է ինչ-որ մարդիկ գան նաև ձեզ մոտ և այդ օրը մի փոքր կարող է առողջության հետ կապված խնդիրներ կան, որը ձեր տրամադրությունը գցում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հոկտեմբերի 10-ին։
Հարգելի ցուլեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, մտերիմ անձնավորության հետ, նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուրը ամիս, այդ ամիս եւս կկատարվեն, նաև վերջի մեկ ամսվա իրադարձություն կարող է ավարտվել ձեզ մոտից։ Եվ սուտ օրվա ընթացքում նորություն կլսեք այդ օրը եւ եւս կարող եք հանդիպել կամ մեկ այլ անձնավորություն, ասա ձեզ համար մտերիմ անձնավորություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ հարցում տատանվելու եք, ինչ-որ բաների մասին կարող եք մտածել, ինչ-որ մեկի մասին կարող եք մտածել, նաև հույսով լցված եք, հույսներ եք ինչ-որ բանի վրա, դա ձեզ հույս է տալիս այդ, որ տատանվում եք, նաև օրվա ընթացքում ինչ-որ մեկը կարող է ձեզ զանգարել, բայց դա փուչ զանգ է եւ դրա փոխարեն կարող եք մեկ այլ բանով զբաղվել, որովհետեւ դա ձեզանից այստեղ խլում է ձեր ցանկություններին հասնել այն ինչ-որ մի բան, որը որ կարող եք անել, չեք անում այդ օրը։ Եվ նաև կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, նաև ոմանք կարող են տուն մաքրել, այդպես շրջապատը մաքրել։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը լավ երկար մտածեք, հետո նոր արեք, մի շտապեք ոչ մի հարցում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին հոկտեմբերի 10-ին։
Հարգելի խեցգետիններ, բավականին շատ իրադարձություններ ունեք, շատ։ Հեռախոսազանգ ունեք, որը փուջ է, կարծես ինչ-որ բանի մասին է, դες հատուկ ինչ-որ պահ չի, հա։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ դες հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, դա կարող է լինել վճար, որովհետեւ գումար եք վճարելու կամ գումարի մասին կարող եք խոսել։ Վերջի մեկ ամսվա իրադարձություն կարող է ավարտվել, ինչի վրա օրինակ դուք եք աշխատում, կարող է դա ավարտում եք եւ դիմացինի հետ գումարի մասին եք խոսում, որպեսզի ձեզ վճարեն։ Նաև աշխատանքի հետ կապված կարող է ոմանք գնան հարցազրույցի, ոմանք գնան ընդունվեն աշխատանքի պայմանագիր կնքեք, հանդիպեք վարչապետական աշխատողի հետ։ Նաև հաջողություն ունեք այստեղ։ Հաջողություն ունեք, հանդիպում շփում ձեր ընկերոջ հետ, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր արեք, միշտ ապեք ոչ մի հարցում։ Նաև գործերը կանեք կավարտեք, միգուցե նաև այն գործերն են, որոնք որ կանգնած էին, դրանք եք անում ավարտում, եւ գործնական հանդիպում, շփում կունենաք ինչ-որ մեկի հետ եւ ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք երեկոյան ինչ-որ մեկի հետ կամ ուղղակի տունն եք մաքրում, տարածքն եք մաքրում, ինչ-որ գործողություններ կարող եք անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը գործնական հանդիպում կարող եք ունենալ, գործնական շփում որևիցե մեկի հետ, խոսեք ձեր գործերից, միասնական գործերից, նաև օրվա ընթացքում սիրային ժամադրություն ունեք, սեղանի շուրջ եք նստելու կամ ձեր հարազատ մարդկանց հետ կարող եք պայմանավորվել եւ գնալ ինչ-որ միտեղ սեղանի շուրջ նստել։ Գումար կծախսեք բժշկության հետ կապված հարցերում, դեղորայքի վրա, ձեր առողջության վրա։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին հոկտեմբերի 10-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնք որ պետք է անեք, լինի դա ուսումնական կենտրոն, բժշկական կենտրոն եւ այլն։ Օրվա ընթացքում մի փոքր ձեր տրամադրությունը գցում եք, որովհետեւ կարծես ինչ-որ մեկն է հեռանում ձեզանից կամ ինչ-որ բան է հեռանում, ինչ-որ բան եք հանում ձեր կյանքից կամ ժամանակավոր է դա ինչ-որ մեկ կա բացակայի։ Եվ որոշ գործեր կանեք կավարտեք այդ օրը, կվերջացնեք ինչ-որ հարցերին լուծում կտաք նաև այդ օրը եւ ուրախության արդյունքներ ունեք այստեղ ինչ-որ մարդկանց համար սա սիրային ժամադրություն է, որը երկար էիք ցանկանում, ոմանց համար նաև ձեր հարազատներին տեսնելն է, որը եւս էլի կարող եք պայմանավորվել, ուրախ տրամադրություն ունենալ, իրենց հանդիպելուց նաև հուզվել, արտասվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշերքներին։ Ինչ է սպասվում կշերքներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի կշերքներ, այդ օրը հուզվում եք ինչ-որ մի բանից, նաև կարող եք հանդիպել ուղղակի ձեր հարազատ մարդկանց, դա է հուզմունքի պատճառը։ Ոմանք կարող են ժամադրություն ունենալ, այդպես հուզված լինեք, որ գնում եք ժամադրության, նման ինչ-որ պահեր կամ այնտեղից հետո հուզվեք։ Նաև օրվա ընթացքում ոմանք թաքուն սիրային հարաբերություններ ունեն, թաքուն եռանկյուն հարաբերություններ ունեն, կարող եք հանդիպել, նաև թաքուն գործողություններ եք անում։ Նորություն կլսեք այդ օրը եւ գործնական կամ շփում է սա կամ գործնական որևիցե խոսակցություն ինչ-որ մարդկանց հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը
այստեղ ինչ որ մեկից եք հերվանում, ինչ որ բանից եք հերվանում եւ մինչեւ այդ կարծես նվեր են տալիս ձեզ կամ նվեր են անում, հետո հերվանում, այ նմանատիպ ինչ որ բան է, նվեր եք տալիս, գնում է, որ մարդիկ գալիս են հերվից օտար երկրից օրինակ չէ, գալիս են հյուր, հետո գնում են եւ մեկը մյուսին նվեր է թողնում գնալու ժամանակը։ Նաեւ ինչ որ մեկի կարող եք սպասել, ինչ որ բանի կարող եք սպասել։ Միգուցե նաեւ նվերը դուք եք պատրաստել ինչ որ մեկի համար, տալիս եք, եւ որպեսզի նա հանձնի իր հարազատին։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, նոր հետո արեք։ Բացի դա էլ կարող եք ինչ որ միտեղ կանգնել եւ սպասել, ոնց որ մնալ միտեղ եւ երկար սպասել ինչ որ մեկին։ Հանկարծակի լուր կլսեք, որն էլ կարող է ինչ որ ձեզ երջանկացնի, բարձր տրամադրություն ունենաք։ Եվ աշխատանքի հետ կապված, այստեղ ուշադիր եղեք, ոմանք, եթե մի քիչ շատ եք այնտեղ լարվածություն ստեղծում կամ լարվածություն կա, ապա հավանականությունը մեծ է, որ ինչ-որ մեկը նաև ազատվի աշխատանքից։ Նաև պետական հիմնարկություն դա կարող է լինել, ինչ-որ մեկ հետ հանդիպել, ինչ-որ մի բան գործողություններ անել, վերջ հասնել եւ այլևս չանդրադառնալ այդ գործողությանը, այդ հարցերին։ Նաև հարցազրույց դա կարող է լինել։ Ուղղակի հարցազրույցին պետք է մի փոքր ավելի լավ հավեսով խոսել, որովհետև այստեղ մի քիչ կասկածում եմ, որ հետո աշխատանքի կարող են վերցնել։ Պետք է ուրիշ ձև խոսել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, դա կարող է լինել եւ մեկ այլ պետական հիմնարկություն։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված այդ օրը։ Նաեւ ինչ որ մեկ հետ կարող եք վիճել, կարող եք ինչ որ միտեղ մաքրել, հավաքել։ Նաեւ գաղտնիք կարող է բացահայտվել։ Եվ այստեղ մի փոքր այնքան էլ դա հաճբայր չեն, հաճելի պահեր չեն։ Այստեղ ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ, ձեր սիրելիները կարող են ձեզ մի փոքր ցավ տալ, որն էլ որ կարող եք նեղվել, արտասվել։ Եվ հետո ինչ-որ մի բանում հաղթանակած եք դուրս գալու, այսինքն կարողանաք հաղթել այդ պահը, կարողանաք տանել այդ պահը, հավաքել ձեզ բռի մեջ, միգուցե գաղտնիքն է, միգուցե հետո զգում եք, որ կարող է գաղտնիքը այդքան էլ գաղտնիք չէր, միգուցե չարժեր դրա համար օրինակ այդքան վիճել դիմացինի հետ, խոսել, ինչ որ անիմաստ դա կարող է լինել, կամ ի վերջո ճիշտը ոնց որ դուք եք դուրս գալիս։ Ուղղակի ձեր սիրելիներն են ձեզ նեղացնում, հետո ինչ վերջը ուրիշ ձև է, վերջը ոնց որ մի տեսակ ձեր օգտին է ինչ որ մի բան։
Ինձ թվում է պետք է մի հատ լավ ուսումնասիրել, թե այդ ինչ է լսում, հետո նոր որոշել արժի երկարացնել այդ թեման, խոսել, վիճել, լացել, արժի թե չէ։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այճեղ ջուրներին։ Ինչ է սպասվում այճեղ ջուրներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի այճեղ ջուրներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում, որից էր որ կարող եք հուզվել, գուցե նաև արտասվում եք, չեմ կարող հստակ ասել, նաև օրվա ընթացքում տատանվում եք ինչ-որ մեկի տուն հյուր գնալու հետ կապված, դիմացինին հյուր ընդունելու հետ կապված, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, բայց որոշ գործեր կմնան, դրա համար եք երևի մտածում, հյուր ընդունեմ, գործերս կմնան, թե հետո ասեմ, թե ինչա, նման ինչ-որ պահեր կարող են լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ կամ ընկերուհու հետ, նաև օրվա ընթացքում ճանապարհ կգնաք կամ ձեզ մոտ կգան, հա, կարող ձեր ընկերուհին է, այդպես գայսը ձեզ մոտ։ Եվ այստեղ որոշ իրադարձություններ են, որոնք որ կատարվում են յուրաքանչյուր ամիս, դա ձեզ մի փոքր
տխրեցնում են, ոնց որ էլի եկավ այդ օրը, էլի եկավ սա։ Նաև վերջի 1 ամսվա իրադարձություն կարող է ավարտվել, դա ձեզ տխրեցնի, ինչ որ միտեղ 1 ամիս ինչ որ բան էիք անում, սիրով, հա, այդպես եւ հիմա այլևս ոնց որ դա չկա։ Եվ գործնական հանդիպում կունենաք, գործնական խոսակցություն, մեկը մյուսին կարող է քաղցրավենիք է հյուրասիրում, նաև այդպես տալիս եք, նվեր եք տալիս իրար, գուցե այդ գործնական պահերը, որ ամեն ինչը լավ լինի։ Եվ այդ օրը ինչ-որ հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հոկտեմբերի 10-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, բայց դա ոնց որ փուչ հեռախոսազանգ է, անիմաց ինչ որ մեկը կզանգի կխոսի։ Նաև հանկարծակի լուր այդ օրը կլսեք, հյուր կունենաք կամ դուք կգնաք հյուր, կամ սպասում եք հյուրը գա կամ օրվա ընթացքում ինչ որ մի բանի կարող եք սպասել։ Նաև կա ցանկություն կունենաք պարկելու, հանգստանալու, ոմանց համար ինտիմ հարաբերություններ է սա։ Եվ գործնական հանդիպում, գործնական խոսակցություն կունենաք, ոմանք են նաև աշխատանքին է դա վերաբերվում, հարցազրույցի եք գնում, պետական աշխատողի հետ եք այդ օրը հանդիպում, խոսակցություն ունենում, նաև ձեր տնօրենի հետ կարող է լինել դա, ձեր պետի հետ, կախված է թե որտեղ եք աշխատում։ Նաև եթե բիզնես ունեք, միգուցե բիզնեսի հետ է կապված ինչ-որ մեկ հետ հանդիպում եք, ինչ-որ բաներ եք քննարկում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։